մարտաբերեմ էլ իմ անձի հետ կապված տարբեր բամբասանքներ եւ ստեր են տարածվել կապված նրա հետ իբր ես իմ ընկերների մասին ինչ-որ բաներ եմ խոսում գործընկերների, վարչապետի Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի այլոց ուզում եմ որ նյուզերն էլ ուրիշ շարքում կա ուզում եմ որ ասացի որ մի քանի լրատվականներ ձեր հոդվածը դուք կմեջ վերեք ես էլ գնահատականը կտամ Ես էլ ձեզ ասում եմ, ձեր հոդվածը կոնկրետ ձեր հոդվածը դուք կմեջ բերեք, ես էլ ձեր գնահատականը կտամ ձեր գրածի։ Ուզում եմ, որ մենք զերծ մնանք նման հերյուրանքներից, այնտեղ նաև գնահատականներ կային իբր թե կանայք են փորձում ազգային ժողովի փոխխոսնակ դառնալ։ Ես ուզում եմ մի փոքրիկ պատմություն ձեզ պատմել սրա հետ կապված։ Ուզում եմ նախ ասել, որ իմ ազգային ժողովի փոխխոսնակ դառնալու հարցը քաղաքական որոշման արդյունք է եւ քվեարկությամբ է ընտրվել երկու մակարդակում առաջինը կուսակցության վարչության մակարդակում երկրորդը խմբակցության մակարդակում եւ խմբակցության մակարդակում քվեարկության արդյունքները դուք գիտեք մյուսինն էլ արդեն գիտեք քանի որ ինձ հնարավորություն է տրվել փոխոսնակի դիրքում ծառայել իմ պետությանը Ուզում եմ ես ձեզ ուղիղ ասել, որ ես մի քանի անգամ վարչության նիստին առաջարկել եմ, որ երկրորդ փոխոսնակը լինի կին տեխնացում, նույնիսկ ինձ առաջադրելուց հետո եմ նույն առաջարկով հանդես եկել եւ մշտապես կողմնակից եմ եղել, որ կանայք տարբեր տեղեր ներգրավված լինեն իմ ելույթներից դուք կարող եք տեսնել տարբեր տեղերում իմ քաղաքական եւ հասարակական գործունեության մեջ դուք դա կարող եք նկատել ավելին ասեմ դա ինձ համար ոչ միայն քաղաքական կամ հասարակական գործունեության հարց է նաեւ ընտանեկան եւ անձնական հարց է եւ ես իմ ընտանիքում անձնական կյանքում նույնպես առաջնորդվում եմ դրանով համոզված լինելով որ մեր հասարակությունում կա իրական խնդրեմ եւ այդ իրական խնդրեմը այն է որ մենք իրավունքների հավասարության խնդիր ունենք բոլոր տեղերում եւ մեր պատկերացումների մեջ մտածումների մեջ եւ ես մշտապես հիմա էլ հետագայում էլ փորձելու եմ այնպես անել որ որևէ խտրականության խնդիր չլինի մեր հասարակության մեջ բոլորը իրենց դերում իրենց տեղերում բայց նաեւ հաշվի առնելով իրողությունները որոնք առկա են մեր հասարակության Հիմա 30,000 դրամի պատճառով չեք մասնակցել ԿՊ Հիմա Դուք 30,000 դրամի պատճառով չեք մասնակցել ԿՊ համագումարին Նախ ուզում եմ տեղեկացնել, որ ընդհանրապես կանոնները համագումարին մասնակցության տարբերել կանոններ սահմանվում են քաղաքացիական պայմանագրի համապատասխան որոշումներով եւ այդ որոշումները բոլորի համար են։ Ես իմացել եմ, որ նման որոշումներ կան կայացված, ես իմացել եմ իմ պարտավորությունների մասին, մշտապես ես իմ պարտավորությունները կատարել եմ եւ այն ինչի մասին որ դուք խոսում եք, դա բարձրաբանումները տրվել են, ավելորդ անգամ ես չեմ ուզենա դուք գիտեք, որ ես Չինաստան այցելության եմ եղել այդ ժամանակներում եւ չեմ ուզենա, որ մենք տեխնիկական դետալների մեջ մտնենք, ընդհանրապես կուզենամ ասել, որ որևէ քաղաքական խնդիր ես այդպես չեմ տեսնում, զուտ տեխնիկական խնդիրներ են, որոնց մասով գնահատական էլ եմ ասում։ Տրվել է եւ նորից եմ ասում։ Տարբեր Փաշինյանի ես ճիշտ ասած իմ մոտ տպավորություն կա որ հարցը տալիս եք հետո չեք լսում։ Ես դե բավականին Ֆարաջանի հարցինի պատասխան մանրամասն նկարագրեցի, որ այդտեղ անձնական որոշումներ չեն ընդունում, կան կարգերի ոչ մի վիրավորական բան այդտեղ չկա եւ նորից եմ ասում, այդտեղ որևէ վիրավորական բան չկա, ավելին ասեմ, մեր հասարակությունը, մեր կուսակցականները պետք է ուրախ լինեն եւ համոզված եմ որ ուրախ են եւ հարգում են բոլոր այն որոշումները այդ թվում նաեւ ես հարգում եմ բոլոր այն որոշումները որոնք որ կայացված են եւ նորից եմ կրկնում այդտեղ որևէ քաղաքական հարց չկա որևէ մեկը որևէ մեկին ոչինչ չի արգելել կա կարգին հետևում են որևէ բան չկա այսինքն անձնական քաղաքական այնտեղ մեկը գրել էր բանը Փաշինյանի սև ցուցակումը նա սև ցուցակներ մենք չենք պահում
սև ցուցակներ պահում էին նրանք, ովքեր ձեզ հայտնի են, եւ այդ տիպի խոսակցությունների մեջ իհարկե ես չէի ցանկանում մտնել, ուղղակի այնքան աղում կա բարձրացել, որ հարկ համարեցի սրա մասին խոսել։ Հիմա նեղվածություն չկա։ Բացարձակ շրջանը ինչ նեղվածություն պետք է լինի։ Մեր ընդունած որոշումներն են, բոլորս հետևում ենք։ Ես խնդիր չեմ տեսնում որևէ։ Չինաստանում է, բայց հիմա գումար փոխանցումը կարելի է նաև առանց երկու գործարարում Հարգելի գործընկերներ, ես նայեք, ասում եմ, խնդիրը որն է, հարգելի գործընկերներ։ Խնդիրը նրանում է, որ մենք կուսակցությունների ֆինանսավորման մասին օրենքները այնքան ենք փոխել եւ բարդացրել եւ լավ ենք արել։ Թափանցիկությունը այնքան ենք բարձրացրել, իդենտիֆիկացիայի մեթոդներ ենք մտցրել, որ ամեն մեկը փոխանցում կատարելի շատ հստակ հնարավոր լինի այն տեղորոշել, ով է, որտեղից է եկամուտը ստացել, ինչպես է փոխանցել, դա նվիրատվություն է, անդամավճար է եւ այլն։ Այսինքն մենք մեծ հաշվով այդ գործընթացը բարդացրել ենք եւ նորից անձամբ ճիշտ ենք արել։ Հիմա ես չեմ ուզում տեխնիկական դետալների մեջ մտնել, եթե դուք ուզում եք ասեք, որ ես մեղավոր եմ, որ իմ փոխանցումը տեղ չի հասել, ես կընդունեմ այդ մեղքը, բայց ասենք իմաստ ունի մենք դրա մեջ խորանալ։ Ձեզ հետաքրքրում է, դա քաղաքական վերաբերմունք չի ենթադրում, հարգելին։ Հիմա Փաշինյանը որ չի թույլատրել մասնակցեք, արդյոք սա վերաբերմունք չէ ձեր հանդեպ։ Նորից եմ կրկնում, Փաշինյանը չի թույլատրող, չթույլատրող է։ Այսինքն ես երրորդ անգամ եմ այս հարցին պատասխանում։ Դուք լսում եք իմ պատասխանը։ Երկու անգամ դուք եք ինձ հարցը տվել, մի անգամ փայլակն է տվել։ Ոնց չեմ պատասխանում, ասում եմ, ոչ ոքի չի արգելում կամ թույլ տալիս։ Կա կարգ, հասկանում եք։ Կարգի մեջ լինում է պատվիրակների ցանկ, ոչ չեմ եկել, իմ անունը պատվիրակության ցանկ։ Հարգելիներս չի եղել ախր ոչ հարյուրավոր ուրիշ կուսակցականներ։ Լավ, հարգելիներս, եկեք դռներ չի փակվել, Ժորժ ջան, կա պատվիրակների ցանկ։ Եվ կներեք, էլի դու գնացել եք չեն թողել, թե պարզապես եք գնացել։ Ես չեմ գնացել, որովհետև իմ անունը պատվիրակների ցանկում չի եղել, ախր պատասխանեցի այդ հարցը։ Ուրիշ հարց կա, հարգելիներս։ Անդրադառնալով պարոն Գրիգորյանի սպանության դեպքում